Մուշում բնակարանաշինությունը կարելի է ասել փուլերով է ընթանում։ 22 շենքերից 11-ի շինարարությունն է այժմ առավել ակտիվ։ Նախատեսվում է նախ դրանց քարային աշխատանքներն ավարտել, ապա մյուս կեսինը։ Իսկ նորակառույցների տանիքապատումն ըստ Միքայել Ներսիսյանի ընդհանուր կլինի։ Ոչ պակաս կարևոր է բնակարանների ներքին հարդարումն ու շենքերի կոմունիկացիոն ցանցի անցկացումը, ինչը ծրագրված է ավարտել մինչև դեկտեմբեր։ Այսինքն այս տարվա բնակարանաշինության համար հատկացված ժամկետում տարածքի բարեկարգումն ու կանաչապատումը հնարավոր է անկատար մնա, իսկ առանց նկուղի 22 շենքերը մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն, վստահեցնում է շինարարության պատասխանատուն։ 22 շենքերն էլ այս տարվա վերջին ամբողջությամբ արդեն կհանձնվեն։ 4 հարկանի շենքեր են լինելու առանց նկուղային հարկի։ Այս տարվա շինարարության ավարտի ժամկետը նոյեմբեր ամսվա վերջն է սահմանված մինչև։ Նոյեմբեր ամսվա վերջին այս տարվա պետք է արդեն հանձնվեն շենքերը։ Այս տարվա բնակարանաշինության արդյունքում Գյումրին կունենա 1 և 2 սենյականոց 1320 բնակարան։ Միքայել Ներսիսյանը նշեց, որ 3 և 4 սենյականոցների կառուցում հաջորդ տարվա ծրագրով է նախատեսվում։ Այն ենթադրում է մոտ 1400 բնակարանի կառուցում Մուշի մյուս հատվածում։ Այս տարվա պլանի մեջ մտնում են միայն 1 և 2 սենյականոց բնակարաններ, այսինքն այս 22 շենքերը, որ կառուցում են, ստեղ լինելու են միայն 1 և 2 սենյականոցներ։ Իսկ հաջորդ տարվա պլանում, Մուշ թաղամասում հաջորդ տարի նույնպես պետք է վերին հատվածում պետք է լինեն շինարարական աշխատանքներ, այնտեղ արդեն կլինեն 3 և 4 սենյականոց, ինչպես նաև Անի թաղամասում։ Տարեվերջին բնակարանների բաշխումը ինչպես և ում կողմից է կատարվելու շինարարական կազմակերպությանը հայտնի չէ։ Կառուցապատող ընկերությունը հաշվետու է լինելու քաղաքաշինության նախարարությանը, որտեղից էլ որոշելու են նորակառույցների բաշխման գործը քաղաքապետարանին թե մարզպետարանին տան։ Բնակարանների բաշխման հետ կապված ընկերությունը որևէ կապ չունի, բաշխումը կատարվելու է այլ պետական մարմինների միջոցով։ Նշենք, որ միաժամանակ բնակարանաշինական աշխատանքներ մեկնարկել են նաև Գյումրիի Անի թաղամասում։ Այստեղ նախատեսվում է 5 շենք կառուցել, 218 բնակարան։ Դեռևս հիմնային աշխատանքներ են կատարվում, իսկ շենքերի շահագործումը հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում կլինի։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շահոյան, Գալենյուս։